Ստամբուլյան Մայդանը չի հանդարտվում, ճիշտ հակառակը նոր թափ է հավաքում, քանի որ թուրք ընդդիմադիր գործիչ եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պոտենցիալ մրցակից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն պետք է բանտում մնա մինչեւ դատավարությունը։ Վճիռը կայացվել է կոռուպցիոն հետաքննության մեջ ունեցած դերակատարության մեղադրանքի հիման վրա։ Թուրք վերլուծաբանների կարծիքով Էրդողանի եւ Արդարություն եւ զարգացում կուսակցության ավտորիտար քաղաքականությունը երկիրը տանում է դեպի աղետ։ Seyrinde açıkça gözlenebilir bir şey. Թուրքիայի հեղինակությունն աշխարհում նվազում է։ Մենք անկում եւ հետընթաց ենք ապրում բոլոր ցուցանիշներով։ Օտարերկրյա ներդրողները չեն գալիս մեր երկիր, բայց հիմա մեր խնդիրն ավելի մեծ է, քան այս խոսքերը։ Իմամօղլուի ձերբակալությունը քաղաքացիական հեղաշրջում է եւ կհիշվի որպես սև կետ թուրքական ժողովրդավարության եւ իրավունքի պատմության մեջ։ Ավտորիտար միտումը, դատական համակարգի բացարձակ քաղաքականացումը եւ հնազանդ հասարակություն ունենալու ցանկությունն Էրդողանի ռազմավարությունն է իշխանությունը պահպանելու համար, եւ դա այն ճանապարհն է, որը Թուրքիան տանում է դեպի ճգնաժամ։ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլա Գյուլը նույնպես մտահոգություն է հայտնել երկրում կատարվող իրադարձությունների առումով։ Çok tartışıldı gördüğüm kadarıyla. Ես մտահոգությամբ հետևում եմ վերջին օրերին Ստամբուլի քաղաքապետի եւ շատ ուրիշների ձերբակալությամբ սկսված գործընթացին։ Իսկապես ցավալի է, որ մենք հասել ենք այս գործընթացին, որը լայն լուսաբանում է ստացել ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Մինչ հաջորդ ընտրությունները մնացել է մոտ 3 տարի եւ որոշ խնդիրներ հնարավոր է լուծել քաղաքական երկխոսության եւ բանաձևերի միջոցով, եւ նման ցնցումների մեջ մնալը Թուրքիային առաջ չի տանի։ Հիշենք, թե ինչպես հանրային խիղճը չընդունեց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ իմ հանդեպ կատարված անարդարությունները։ Ժողովրդի կամքով քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ նման սխալներ չպետք է արվեն։ Նախկին նախագահը նշել է, որ Թուրքիան ժամացույցը հետ տալու եւ նմանատիպ անախորժություններ նորից ապրելու շքեղություն չունի։ Նման եռուզեռը բարօրություն չի բերել եւ չի բերի Թուրքիայի հասարակության ոչ մի հատվածի, ոչ իշխանությանը, ոչ ընդդիմությանը։ Մենք չպետք է կորցնենք օրենքը եւ արդարությունը, հակառակ դեպքում Թուրքիան կպարտվի։ Իհարկե, այն հարցերը, որոնք ենթակա են դատական գործընթացի, պետք է պատշաճ կերպով վարվեն։ Բոլորս էլ գիտենք, որ դա պետք է համընդհանուր սկզբունքներին համապատասխան լինի։ Հիշենք, որ նախկինում մեր կատարած իրավական բարեփոխումները հենց այս նպատակով էին։ Հակառակ դեպքում այսօրվա խնդիրները կդառնան վաղվա բեռ։ Կատարված փոխադարձ մարտավարական քայլերը երկարաժամկետ հեռանկարում խոչընդոտ կդառնան մեր ճանապարհին։ Ըստ Գյուլի իշխանության եւ ընդդիմության միջև լարվածության սրումը ոչ մի օգուտ չունի, նման իրավիճակը կայուն չէ, ուստի քանի դեռ այսքան ժամանակ է մնացել հաջորդ ընտրություններին, անպատշաճ կլինի վարել կոնֆլիկտային լեզվով գերիշխող քաղաքականություն։ Միևնույն ժամանակ Էրդողանը ընդդիմությանը հորդորել է չխաղալ թուրք ժողովրդի նյարդերի հետ։ İstanbul merkezli bir yolsuzluk operasyonunun ardından Մի քանի անգամ կոչ եմ արել դադարեցնել մեր քաղաքացիների անդորը սադրանքներով խաթարել։ Եթե համարձակություն ունեք, հաշիվ տվեք կոռուպցիայի, գողության, ստացած կաշառքների, կատարված խախտումների համար։ Եթե երաշխավորում եք ընթացիկ քննության մեղադրանքը եւ ձերբակալվածներին, դուրս եկեք եւ բացահայտ ասեք։ Եթե մտադիր չեք դա անել, մի խաղացեք մարդկանց նյարդերի վրա։ Մի ուղեք մարգինալ ձախ կազմակերպություններին, որոնց կարգախոսներն ու մտածելակերպը որդեգրել եք ոստիկանության դեմ։ saldırılarında yaralanan polislerimiz Արաբական Ալ-Ջազիրան թուրքական իրարանցումը դիտարկում է միայն ընդդիմության տեսանկյունից, պնդելով, որ Թուրքիայի տեղափոխումը քաղաքական անկայունության փուլ կրում է իշխանությունների կողմից ծրագրված կանխարգելիչ բնույթ եւ որ թուրքական կառավարությունը պատրաստ էր այդ խռովությանը, որն ամենահզորն էր 2016 թվականի հեղաշրջման ցախողված փորձից հետո։ Ինքը Էրդողանը ընդդիմության հրապարակավ մեղադրել է կաշառակերության, դրամաշողթության, խարդախության եւ ահաբեկչական հայտարարված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու համար։ Իրավիճակը գնահատելով թուրքագետ Ստանիսլավ Տարասովը վերլուծում է, որ եթե դատել իշխանության հրապարակած քննչական նյութերով, ապա եզրակացություն է արվում հանրապետական ժողովրդական կուսակցության կողմից իշխանության զավթման նախապատրաստման մասին։
Те приготовления, которые осуществлялись радикальной группировки на территории Сирии, Անդիմությունը մտադիր էր դեպի իշխանության նետումն իրականացնել Սիրիայում Բաշար Ասադի անկումից հետո արտահերթ նախագահական ընտրությունների միջոցով։ Էրդողանը հնարավոր է խաղադրույք է կատարել արտահերթ ընտրությունների վրա սահմանադրական փոփոխությունների դեպքում, որոնք թույլ են տալիս նրան առաջադրվել նախագահի պաշտոնում, բայց այդ ճանապարհին նրան լրջորեն խանգարում էր Իմամօղլուն։ Վերջին շաբաթներին անցկացված հասարակական կարծիքի հարցումները ցույց են տվել, Իմամօղլուն կարող էր հաղթել Էրդողանին, եթե նախագահական ընտրությունները կայանային այսօր։ в сентябре месяце прошлого года. Ըստ վերլուծաբանների կարելի է վստահորեն ենթադրել, որ հաշվի առնելով Իմամօղլուի քրդական էթնիկ ծագումը, Էրդողանը կկառուցի Էրդողան, Բահչելի եւ Օջալան դաշինքը եւ որոշ սիջումների կգնա քրդական հարցում իր իշխանությունը հավերժացնելու դիմաց, սակայն շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք Իմամօղլուի դեմ մեղադրանքները կգործեն հանրային տիրույթում։ Հակառակ դեպքում Իմամօղլուին, որի թիկունքում կանգնած է 16 միլիոնանոց Ստամբուլը, կանգնեցնել չի հաջողվի։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TV News։